Մտահոգությունները եկել կախվել է հայ ազգի յուրաքանչյուր ազնվորության գլխին։ Յուրաքանչյուր ճիշտ ընկալող ազնվորություն այս սիտուացիայում պետք է ընկալեր։ Ինչն է լաված է։ Սորոսականներն եկան, մասոնականներն եկան, Եհովայի վկաներն եկան, աղանդավորներն եկան եւ տարաձայնություն մտցրեցին մեր ժողովրդի մեջ։ Ինչն է լավ։ Այս փոքր ազգը հո մենք Չինաստան չենք։ Միլիարդ ու կես ժողովուրդ ունենանք, որ ով ինչ ուզենա անի։ Հենց այդ սխալ քաղաքականությունը այդտեղից գնաց, այսօր էլ զանազանում է մեր ազգին, տարաձայնությունները շատացնում է, թշնամացնում է, միշտ մեզ յուրաքանչյուրը պետք է մեկը մյուսի հետ կապված լիներ, դառնար մի բռունցք, հայ ազգը եւ բռունցքի եղե, հայ ազգը երբեք չի պարտվել, անկախ ժողովրդի քանակից, բանակի քանակից։ Բարոյական իրավունք չունի ղեկավարելու, ճամփա պետք է անցածեղնես։ Այս մարդին բռնեցին փողոցից բերին նախարարեն, վարչապետեն եւ դրան հետ հույս են կապում խապում ժողովրդին, որ ինչ խաղաղության մասին է խոսում։ Այսօր ցավալի է, որ մեր ժողովրդի մեջ տարածում են թյուր կարծիքներ, որով վարկաբեկում են Սամվել Կարապետյանին, որով այս շարժմանը ինչպես կարելի է հավատալ, որ տարածում են, որ իբրև եթե Սամվել Կարապետյանը կա, ուրեմն 300,000 մարդ զինվոր կհավաքի, կուղարկի Ուկրաինա, հարգելի ժողովուրդ, նախ 300,000 զինվոր մենք չենք կարող հավաքել, մեր երկրում 2 միլիոն մարդ կա ընդհանրապես այդ որտեղից, եւ Սամվել Կարապետյանը գալիս է որպեսզի փրկի այդ ժողովրդին, նա չի տանելու դրան, դա ամեն ինչ են պիարը, դա արվում է, որպեսզի վարկաբեկեն, մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը նման փաստերին ուշադրություն չդարձնի, չհավատա։ Սամվել Կարապետյանը ասում է իր ծրագրում կա, ասում է 300 աշխատակ տեղ լրացուցիչ կստեղծեմ, դա ինչ է, մարդկանց ապրուստի միջոց է, իսկ ՔՊԱ-ականները ասում են մենք 300,000 ադրբեջանցի կբերենք, բա մեր ժողովուրդը ուր է, դրա մասին չեն խոսում, եթե ուզում եք եղբայրանաք դրանց հետ, մենք դեմ չենք, հարևանների հետ պետք է հարևանություն անել, ապրել, բայց եթե ասում եք մենք պետք է եղբայր ժողովուրդ դառնանք, նախ դա անհնար է, ու մեկ բան է բարեկամական ու հարաբերություն այլ բան է եղբայր դառնալ, նա ոնց կարող է, եթե եղբայր եք, ինչու չեք թողնում մեր կալանավորներին, ինչի համար են կանանված մնում Բաքվում, ինչի համար, ասում 300,000 մենք բերենք, հա բերենք, ուր եք բերում։ 300,000 ադրբեջանցի բերելով Հայաստան, դա հավասար է, որ Հայաստանը թուրքացնում են, 1000% թուրքացնում են։ Մի լավ բան չի արել, թոշակները բարձրացրել են։ Այ մարդը Իրանը իր տված թոշակը։ Թե գիտեք ինչ, լավ բաներ արել են, բայց դա լավ բան չի, դա իր գործն է, իր սուրբ պարտականություն, բայց ինչի համար է վարչապետը։ Հողերը տվեցին, ամեն ինչ տվեցին, ինչից կոլինենք։ Նույնիսկ են կանենք վրդովում, որ խոսել չեն կարողանում, շնչառություններս փակվում են։ Այն որ լսում եմ, ասեցիք թոշակի մասին, ինչ թոշակի մասին է խոսքը։ Սրանից մի 10 ամիս առաջ երբ բյուջե էին հաստատում եւ այլն։ Այդ ժամանակ ինչու չավելացրին, ասին մենք գումարներ չունենք, չգիտեմ ինչ, որ ամեն մեկին 1000 դրամ ավելացնենք, այսքան միլիարդի պակասոց կունենանք եւ այլն։ Այդ ոնց եղավ որ ընդրություններից առաջ այդ 10,000-ը ավելացրին։ Մոռացան իրենց խոսքերը, 10,000-ը ինչ պետք է անի թոշակառուները, ոնց կարող է ծախսել։ Ես ծխող ազնվորություն եմ, այդ ծխախոտը ծխում է 300 դրամով, մի տարվա մեջ դառավ 800 դրամ։ Երկու բաժակողի են խմում, թոշակի սամոքսը ցավում է։ 1800 դրամ անածողին դառել է 6800։ Ինչն, իսկ իրենք ներկայացնում են ժողովրդին ավելացավ 5%, 10%, ժողովրդին դարձրել են խաժամուշ, թե ինչեր են քարոզում, մենք որևիցե մեկի չենք հասկանում, ժողովուրդն էլ համոզում է, դե որ շատ ասում են, իրանք եվրոպական, ամերիկյան դասադուլներ ունեն։ Սրանց բացատրում են եւ այլն, սրանց ուղեղին էլ հասել է, որ մի բանը շատ է ասում, արդեն չեն լսում, ես զոմբիանում եմ։ Այս ժողովրդին զոմբիացրեցին, բարակտեցին այս երկիրը։ Հայրենակիցներին այն առումով, որ ոնց կարելի է հանդուրժել, կներեք բան ռուսերեն ասեմ էլի, հայրեն առնետը հզոր հնչում էլի, ասենք հզոր անունը, բայց կռիսը, ժալկի կռիսը, ժղանությունից, ախր սիրելի ժողովուրդ, ոնց կարակ այդ վարիանտին, այդ դրությանը նայելու հանդուրժել, ու հլա ճիշտ ընկալենք էլի, արեք իրար հետ
միանանք, ճիշտ մտածենք, թե ում հետ գործ ունենք, ում ենք ուզում, որ մեր հայրենիքը ոտքի կանգնեցնի։ Բերեք ճիշտ մտածենք ու ձայնը տանք մեր սիրելի Սամվել Կարապետյանին։ Խնդրում եմ ձեզ, բոլորիդ, նայեք ինչ է դրությունը, մեր երկրի դրությունը ուր հասավ։ Հիմի բոլորս նայում ենք ու ասում ենք լավ է, հա, այտենց ոնց կարող է լինել։ Սիրելի ժողովուրդ, ճիշտ ընկալեք, խնդրում եմ։ Երկրի վիճակը մենք բոլորս գիտենք, որ լավ չի, տարվում է մեր այրերի կողմից սխալ քաղաքականություն եւ տնտեսական բնակավարում եւ միջազգային այդ քաղաքականության մեջ, որտեղ մեր երկիրը մենք բոլորս զգում ենք, որ գնում է դեպի կործանում։ Ինչի համար ենք մենք բոլորս համակրում Սամվել Կարապետյանի կուսակցությանը, մենք էլ ենք այդ կուսակցության անդամ, որտեղ գիտենք նա միակ անձնավորություն է, միակ ունակ անձնավորություն է, ու կարող է համախմբել մեր ժողովրդին, կանգնել այդ շարժման գլխին եւ մեր ժողովրդին տանել դեպի պայծառ ապագա, այսպես ասենք։ Մենք գիտենք, նա հասարակ ինչպես իրենք են ասում, դասատուի զավակ է։ Նա դաստիարակվել է լեգենդար ընտանիքում, նրա ծնողները լեգենդար մարդիկ են։ Նա չեղած տեղից առանց ոչ մի սկզբնական հիմք ունենալով ստեղծել է մեծ կարողություն, ստեղծել է մեծ շրջապատ, ստեղծել է շատ ու շատ, մենք գիտենք, աշխատատեղեր մարդկանց համար։ Դա այդ անձնավորությունն է։ Եվ նա իրոք մենք վստահ ենք, որ կարող է մեր երկիրն էլ հանել այդ դրությունից։ Չնայած ասում նա ազատության մեջ չի, հազար ամոթ բոլորին, որտեղ նա պետք է հիմի ստեղ լիներ, նա պետք է աշխատեր, նա տնտեսությունը ստեղծեր արդյունաբերություն, նա ստեղծեր գյուղատնտեսություն, նա դա կարող է անել, մենք համոզվել ենք, նա իր ունեցվածքով, նա ստեղծել է ոչինչից, բայց իր ունեցվածքով հանդերձ նա միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին, նա եղել է մեր կողքին, նա եղել է մեր պետականության կողքին, նա միշտ օգնել է Արցախին, օգնել է մեր պետությանը, նա պաշտպանել է մեր արժեքները, հայկական արժեքները, ինչ է նշանակում, թե հայոց պատմություն չկա, Հայաստանի պատմություն չկա, հայոց պատմություն չկա, մենակ դա ոնց կարելի, ոնց կարող ենք մեր 4000-ամյա այդ պատմությունը մոռանալ, ոնց մենք կարող ենք թուրքանալ, ոնց մենք կարող ենք ուրիշի կամքը կատարել այստեղ, դրանք ուզում են մեզ բոլորիս դարձնեն ռուսաֆոբ, դրանք ուզում են ստեղծեն բազա, որը պայքարի Ռուսաստանի դեմ, բայց ոնց կարող ենք հազարամյա պատմություն ունենք ռուս ազգի հետ, մենք ապրել ենք դրանցով, չնայած տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, դա պատմություն է, ինչ խոսք, մենք ուզում ենք, որ պաշտպանվի այս ամենը, դրա համար մենք բոլորս ադարում ենք Սամվել Կարապետյանին, կոչ ենք անում, որպեսզի անհապաղ նրան արձակեն, նա ոչ իրավապահ ձևով է նրան պահում, այդպես չի կարելի, այսօր պետք է այստեղ էլ նա ղեկավարեր մեր ժողովրդին, նա ունակ անձնավորություն, նա կարող է մեր ժողովրդին հանել այս վիճակից եւ դրանով մենք բոլորս պայքարում ենք մեր երեխաների, մեր ապագայի համար։ Այս տեսնում եք, ես 75 թվին եկել եմ այս շրջան, ուղեգրով աշխատելու։ Այդ ժամանակ ամաչում ենք, որ բարեկամներ գալիս, մտնենք այս այգի, չգիտեմ, ես ինչ-որ տեսնում եք, այս գեղեցիկ քաղաքատիպ այգին, ավանաշ, կողքի շենքերը, այս մարդկանց շնորհքն է։ Կարապետյաններին ծանոթ եմ 76 թվականից։ Կարապետյան Սամվել եղել է իմ աշակերտը։ 8-րդ դասարանից ես 10 եմ տվել։ Այդ բարերսե ջղայլությունից, որ ներկայացնում են, հələ թող թուղթը կարտա այդ մարդուն։ Ես եմ նշանակել 5։ Ատեստատն իմ ձեռքով եմ գրել։ Նմանատիպ խելացի մարդիկ քիչ կան այս երկրում։ Այդ ծևի 10 ընտանիք, որ ունենար Հայաստանը, այսօր այս երկիրը բարգավաճած կլներ։ Ծնողները մանկավարժ, ամբողջ հասարակությունը օրինակ է վերցրել իրենցից, այն դաստիարակության գծով, բացի դրանից այն մարդասիրության գծով, ամեն ինչը նրանցից ուսանել են մեր հասարակությունը։ Երկրագնդի վրա չկա այնպիսի հայ, որ Կարապետյանների չափ օգնություն ցուցաբերած լինի Ղարաբաղին, Հայաստանին, հասարակությանը։ Գնացեք իրենց գյուղ,
Սովետական միությունում այդպիսի գյուղ չկա։ Տեսեք ինչեր են արել։ Յուրաքանչյուր տուն, փողոց, ցանկապատ այս մարդկանց էությունն է եղել։ Միշտ սովորական հագուստով գնացել էր, այսօր դարձել են էցելի մարդիկ, նախանձի շարժումը կամեր ազգի մեջ, փոխանակ մի բան լավ ասեն, ավելի տրտեն, հագարակ դնալ։